Շնորհակալություն տիկին նախարար զեկույցի համար, շարունակելով այդ թեման մի քիչ առաջարկում եմ իջնենք հարավ դեպի Սյունիք, տիկին նախարար էլի հուշարձաններից եմ ուզում հարց ուղղել, տեսեք իմ մոտ տպավորությունը, ասում եք 16 հուշարձան ենք վերանորոգի, իմ մոտ տպավորությունն է, որ մենք տարբեր տեղեր վերանորոգում ենք հուշարձանները, բայց զբոսաշրջության ուղղություն չենք ստեղծում։ Եվ այստեղ ճիշտ է մեր էկոնոմիկայի գործընկերներն էլ անելիք ունեն, բայց օրինակ մինչև Տաթև զբոսաշրջիկներ գալիս են, բայց Տաթևից հարավ, օրինակ Կապանում, միլիոնավոր դոլարներ ենք ծախսել եւ այսօր ովքեր 4-5 տարի առաջ են եղել մեր քաղաքում, ասում են չենք ճանաչում այս քաղաքը, բայց դա մենակ մեր համար չի, չէ՞ կառուցվել է, որ զբոսաշրջիկները գան։ Տեսեք, մենք ունենք Զորաց քարեր արգելոցը, բայց էլի դեպի հարավ արգելոց չունենք, որ այդ արգելոցի տարածքում էլ մոդուլային դնենք, ուրիշ բան ասեմ, Մեղրիում, եթե չեմ սխալվում, պետությունը 1 միլիարդ դրամ է ծախսում հին թաղեր է տարածքային զարգացման հիմնադրամով վերանորոգի, բայց էլի կապը, ես առաջարկում եմ անգամ հանձնաժողով ստեղծենք եւ քննարկենք Տաթևից հարավ զբոսաշրջության զարգացումը, որովհետեւ կաղում է, միևնույնն է, հասնում են Տաթև եւ Տաթևը մենակ վանքի համար չեն հասնում, մի մասը վանքի համար հասնում, մի մասը հասնում է ճոպանուղու համար եւ շատ լավ խոսք ասեցիք, որ մենք լավ չենք ճանաչում մեր հուշարձանները, նամանավանդ բերդերն ու ամրոցները տիկին նախարար առավել եւս լավ չենք ճանաչում։ Ես ինքս հիմա երբեմն Սյունիքում գնում եմ ամրոցներ ու ես դրա մասին չգիտեի ու դա շատ վատ է եւ շարունակելով ձեր խոսքը կրթությունը կապելով հուշարձանների հետ, կարծում եմ ամրոցների եւ բերդերի մասով առանձին աշխատանք ունենք անելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այո, մենք իրականում ավելի շատ բերդեր եւ ամրոցներ ունենք, քան պատկերացնում ենք եւ դրանք գույքագրված են եւ մենք դրա շուրջ աշխատում ենք եւ ունենք այդ քաղաքականությունը, այստեղ ճիշտ եք, որ դա ամբողջությամբ մեր նախարարության տիրույթում չի, նաեւ էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ համատեղ աշխատանքն է, բայց մենք փորձում ենք այդ համատեղ աշխատանքը անել եւ որևէ հուշարձան ներառել այդ երթուղիներում արդեն այն հայեցակարգի շրջանակներում, ինչ որ զբոսաշրջության կոմիտեի գործընկերները մասնագիտորեն ճիշտ են գտնում, բայց ես իմ խոսքում ներկայացրեցի նաև մեկ այլ շատ կարևոր բան, դա մեր փառատոնային գործունեությունն է։ Պարոն Դանելյան, մենք փորձում ենք նաև այս վայրերում, օրինակ Կապանի մասին խոսեցիք, Կապանում արդեն այս տարի, եթե չեմ սխալվում, 3-րդ տարին կիրականացվի միջազգային երաժշտական փառատոնը, որտեղ շատ լուրջ մասնակցություն է, միջազգային հեղինակություն վայելող երաժիշտներ են գալու, հուլիսի 4-ին է մեկնարկը, 2 շաբաթ տևողությամբ եւ ամբողջ Կապանը դառնում է կարծես Հայաստանի երաժշտական կենտրոնը այդ ժամանակահատվածում եւ սա նաեւ բերում է զբոսաշրջիկներ, սա նաեւ բերում է մեր քաղաքացիներին, ովքեր գուցե առաջին անգամ են Կապան մեկնում եւ այս քաղաքականությունը ունենալ կոնկրետ միջոցառում, որը կդառնա առիթ այդտեղ գալու եւ հնարավորություն կստեղծի նորից վերադառնալու, կարծում եմ մենք այս ուղղությամբ պիտի մտածենք եւ գիտեք մեր երաժշտական փառատոնը, ֆեստիվալը, որը մենք կազմակերպում ենք յուրաքանչյուր տարի տարբեր քաղաքներում, հիմնականում նաև ընտրում ենք այնպիսի բնակավայրեր, օրինակ Սիսիանում էինք կազմակերպել կամ Եղեգնաձորում, որտեղ կարծես թե նման խոշոր մեծ միջոցառումներ կամ չեն արվում կամ շատ քիչ են արվում եւ դա հնարավորություն է տալիս, որտեղ զուգահեռաբար այս փառատոնի օրերին գործում են նաև երթուղիներ դեպի մոտակա պատմամշակութային վայրերը եւ կազմակերպում ենք դա շաբաթ օրերին, որպեսզի մարդիկ գան եւ 2 հանգստյան օր անցկացնեն այդ բնակավայրերում, իրենք էլ ճանաչում են, այստեղ էլ տեղի տնտեսվարողները եւ տնտեսական կյանքն է ապես շահում, ծննդի կետերը, հյուրանոցները եւ այդ քաղաքականությունը ցույց է տալիս, որ այս համալիր մոտեցումները աշխատում են, բայց ելի եմ ասում, սա մի բնակավար է, որտեղ երբեք չեն կարող ասել, այ ամեն ինչ արեցինք, վերջ։ Այսինքն անընդհատ պետք է շարունակենք աշխատանքը, բայց աշխատանքի մեթոդները կարծես թե արդեն իսկ հստակեցված են, իսկ ինչ վերաբերում է Զորաց քարերից այն կողմ անցյալ տարի Խնձորեսկի մասով եղավ արգելոց ճանաչելու որոշումը, իհարկե գիտեք արգելոցը հնավայր բառով ենք հիմա փոխարինում, այդ գործընթացի մեջ ենք եւ նաեւ շարունակական աշխատանք ենք տանում մյուս մասերով, որպեսզի մյուս մեր հուշարձաններն էլ բերենք պետության դաշտ։ Շնորհակալություն։ Արման Եղոյան հաջորդ հարցի համար համեցեք արձագանք։ Շնորհակալություն։
Տիկին նախարար, ես առաջարկ ունեմ, դու գիտեք, որ Բաղաբերդի ամրոցում պեղումներ են արվում եւ լավագույն հնագետներից են պեղողները, ես ինքս եղել եւ քննարկել եմ իրենց հետ այս հարցը, դիտարկեք նաեւ արգելավայր, չէ, արգելոցը փոխում է հնավայր դարձնել, ինքը քաջարան խոշորացված համայնքում այդտեղ կա շատ խոշոր կազմակերպություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ կարծում եմ կառավարության աջակցությամբ նաև նրանք միջոցներ տրամադրեն եւ այդպիսով նաև դեպի հարավ, դեպի Մեղրի եւս մի քայլ կանենք, ձեր ասած մոդուլայինը կտեղադրենք եւ ավելի ակտիվություն կլինի զբոսաշրջության իմաստով, փառատոնի մասին ասեմ առիթից օգտվելով այդ դեպքում Կապանի երգեհոնի մասով նորից ձեր ուշադրությունը գրավեմ, որ լուրջ վերանորոգման կարիք ունի եւ շատ կարճ դպրոցների մասով ասեմ, դուք նշեցիք ձեր խոսքում, որ շատ դեպքերում դպրոցները քանդում են եւ նորն են կառուցում, իսկ ինչ է լինելու այն դպրոցները, որոնք որ հիմա կան եւ շահագործման ենթակա շենքեր են։ Ես այս մասով էլի զբոսաշրջությանը անդրադառնալով առաջարկ ունեմ հետագայում դիտարկեք այն դպրոցները, որոնք որ չի օգտագործվի որպես դպրոց, եթե զբոսաշրջության նպատակով կամ արտադրական նպատակով օգտագործեն, գյուղերի մասին է հիմնականում դպրոցների խոսքը, արտոնյալ պայմաններում տանք ներդրողներին, որտեղ այդ շենքերը եթե չօգտագործվի, ինչպես բազմաթիվ շենքեր 30 տարի փչացել են անձևներից խոնավությունից, ավարտում եմ։ Այդ մասով կարծում եմ անելիք ունեք, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Դանելյան, ինչ վերաբերում է կոնկրետ հնավայրի մասին ձեր առաջարկին, դա կարծում եմ լրացուցիչ կքննարկենք։ Երգեհոնից տեղյակ եմ, մենք երգեհոնները վերանորոգելով գնում ենք, նախորդ տարի կամերային երաժշտության կենտրոնի երգեհոնը նորոգեցինք եւ ամեն տարի անցկացնում ենք նաեւ երգեհոնային երաժշտության փառատոն, հիմա արդեն ունենք բավարար երգեհոններ, այդ փառատոնը նաեւ մարզեր տանելու, օրինակ Չարենցավանում են նաեւ համերգներ անցկացվում եւ կարծում եմ, որ այդտեղ բավականին անելիք ունենք, բայց մեր ուշադրության կենտրոնում է։ Ինչ վերաբերում է դպրոցների նախկին շենքերին, նախ պիտի ասեմ, որ եթե նոր շենք ենք կառուցում, ուրեմն նախկին շենքը լավ վիճակում չի, բայց ամեն դեպքում դա պետական գույք է եւ դրա հետագա տնօրինումը պիտի լինի նպատակային, կան տեղեր, որտեղ համայնքները առաջարկներ ունեն, ինչ անել այդ շենքերում, կան տեղեր, որտեղ դեռ պետք է որոշումներ կայացվեն, ամեն անգամ դա պետք է լինի լավագույն լուծումը, տեղի կարիքների բխող, որովհետև համայնքներ կան, որոնք շատ կոնկրետ պատկերացնում են այդտեղ ինչ գործունեություն կարելի է ծավալել, իհարկե ձեր ասածն էլ հաշվի առնելով, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։